Մեկ տարի առաջ այսօրը Մայր տաճարի դիմաց Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել է. «Երկգործում էր հայ առաքելական եկեղեցին, կրթության և գիտության նախարարություն չկար։ Դարերի ընթացքում եկեղեցին նպաստել է հայի ինքնության պահպանմանը, իսկ այսօր նախարարություն-եկեղեցի կապն ամուր է շնորհիվ բազմաթիվ միջոցառումների, նախաձեռնությունների և ծրագրերի։ Գիտելիքի օրվան ընդառաջ էլ կրթության ոլորտի ներկայացուցիչները ավանդաբար գալիս են Մայրաթոր Սուրբ Էջմիածին օրհնություն ստանալու։ Թող Տերը օրհնի ձեր ջանքերը և լուսավորի ձեր միտքն ու հոգին, որպեսզի ձեր ընթացքը անշեղորեն առաջանա, ընթանա մեր հայրերի սրբազան ժառանգության շավիղներով։ Սերունդներ կրթելու առաքելությունը չափազանց կարևոր է, ասում է վեհափառ Հայրապետը։ Պետք է քաղաքացի դաստիարակել այն արժեքներով, որոնցով հարատևել է հայ ժողովուրդը։ Ուստի Տերը թող եռանդ պարգևի կրթության ոլորտի աշխատողներին։ Նախարարը նկատում է, դպրոցն այն բացառիկ միջավայրն է, որտեղ կրթվող սերունդը դառնում է ազգային արժեքների կրող։ Արժեքները հայ ժողովրդի ստեղծվել և մարմնավորվել են առաքելական եկեղեցու բարոյագիտության մեջ, եւ այդ բարոյագիտությունը խարսված է ինչպես համամարտկային, այնպես էլ ազգային արժեքների վրա։ Մարտահրավերների այս տարում, որպեսզի երեխաները չոտարանան ազգայինից, եկեղեցին եւ նախարարությունը միասին են գործում։ Կրթական այս համագործակցությունն առաջիկայում նորանոր արդյունքներ է խոստանում։ Լուիզա Սուքեսյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։